Հակոբյան կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը, սակայն այդ փաստաթղթերի շարքում չկա Քիվեստի տարբերակը, իսկ Մեղրի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը պաշտոնական փաստաթուղթը չէ, այլ հայկական ժամանակում 2008 թվականի հրապարակումը։ Ինչ կասեք այս առումով։ Ճիշտ ասած, վերջերս կառավարության կողմից արված հրապարակումները թվում է, թե պետք է լույս բերեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, սակայն այն լիարժեք չի լուսաբանում այդ ամբողջ գործընթացը, որովհետև նախ եւ առաջ պաշտոնական հրապարակումը իրական տարբերակը չէ։ Բոլորս գիտենք, որ կառավարությունը ունի համապատասխան ձևաչափ պաշտոնական հրապարակման եւ ոչ մի հրապարակված փաստաթղթի տակ չկա ոչ մի ստորագրություն, չկա ոչ մի այլ գրառում, այսինքն կարելի է սրանք դիտարկել որպես լոկ սևագրությունների, չգիտեմ թե ինչ տարբերակներ, այսինքն հավաստում չկա այն հանգամանքի, որ այս հրապարակված փաստաթղթերը իրական բնօրինակներից են վերցված եւ կեղծված չեն։ Բացի այդ, նաև այս հրապարակված փաստաթղթերից ինքնին կարելի է եզրահանգումներ կատարել, որ այս փաստաթղթերով Արցախը, Լեռնային Ղարաբաղը կամ իր սուբյեկտայնությունն ու հայկականությունը չի կորցնում ոչ մի տարբերակով։ Բացի այդ, չի հրապարակված սրանց շարքում 1994 թվականի մայիսի 12-ի եռակող Բիշկեկյան արձանագրությունը, չկա Քուեստի 2001 ապրիլի 1-ից 5-ը այդ ողջ փաստաթղթային փաթեթը, մնացած ԵՀԿ գործող խմբի նախագահի հայտարարությունները չկան մնացած կարևոր բանակցային փաստաթղթերը, որոնք կարող են լույս բերել այս ողջ գործընթացի վրա, ինչ վերաբերվում է Մեղրի եւ Լեռնային Ղարաբաղի փոխանակման հարցին, որը իդեպ պիտի կատարվեր 1988 թվականի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում, ինչպես նաեւ Մեղրին էլ այդ 1988 թվականի սահմաններում, չկան հավաստիացումներ այդ փաստաթղթերի վերաբերյալ եւ միմիայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած այս փաստաթղթով եւ այդ հերթին տրված, ինչպես նաեւ հանրահավաքում ունեցած իր ելույթով մենք չենք կարող հավաստիանալ, որ սա իրոք բնօրինակ է, մանավանդ որ այն հաստատված տարբերակ չէ եւ ինքնին այդ տարբերակում եւս նշվում է, որ հաստատման դեպքում պիտի լինի համաժողովրդական հանրաքվե։ Եթե հանրաքվե չկա, հաստատված չէ, մանավանդ որ այս պահին էլ չկա այս գործընթացը կարգավորող հիմնական մարմինը, ինչպես գիտենք, Մինսկի խումբը լուծարված է, հետևաբար ինքնին հրապարակել նմանօրինակ փաստաթղթեր սա անհիմն է։ Անհիմն է, որովհետև դրանք բնօրինակներ չեն, անհիմն է, որովհետև չկա Լիսաբոնի գագաթնաժողովի ողջ փաստաթղթային գործընթացները, Կազանյան փաստաթուղթը հիմնովին չի հրապարակված, ինձ մոտ կան տարբերակներ այդ ժամանակահատվածում, ես էլ բավականին տարիքով փոքր չեմ եւ այդ գործընթացների ժամանակ կենթանի եմ եղել, դրականատես եմ եղել, ինձ մոտ էլ կան պահպանված տարբերակներ, որոնք չեն համապատասխանում, համարժեք չեն կառավարության արված հրապարակումներին։ Հետևաբար ես այն ճշգրիտ դիտարկել չեմ կարող եւ առավել եւս Մեղրի եւ Լեռնային Ղարաբաղի փոխանակման առնչվող այս փաստաթուղթը եւս իրավական տեսանկյունից չեմ համարում որպես գործող փաստաթուղթ, թեպետ եւ ասվում է, որ այն իրական է, գործող է, ել ինչ գործող, եթե հենց այդ փաստաթուղթում նշված է, որ ինքը պիտի վավերացվի, վավերացված չէ, հանրաքվեն չկա, բնակչությունն էլ այս պահին Լեռնային Ղարաբաղում չկա։ Հիմա մենք ինչի համար ենք դա հրապարակել, պատրաստվում ենք համաժողովրդական հանրաքվե իրականացնել
նայելու ենք անձնագրային գրանցումներին 1988 թվականի դրությամբ հետադարձ կատարելու, հանրակրվենք իրականացնելու եւ վերադարձ կատարելու ու փոխանակում կատարենք արդյոք, թե պատրաստվում ենք Լեռնային Ղարաբաղը վերադարձնենք, եթե մենք այդ փաստաթուղթը դիտարկում ենք որպես օրինական, ապա ինչու Լեռնային Ղարաբաղը չի վերադարձվել, չի միացվել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես խոսվում էր այդ փաստաթղթում։ Եթե 2008 թվականին հանրահավաք է կազմակերպվել այդ հարցի վերաբերյալ, ապա ինչու չի դրվել այդ խնդիրը, չի դրվել միավորման հարցը եւ քայլեր չեն իրականացվել այդ գործընթացի համար։ Ալուղակի լռել են ստացվում է, արդյունքում 2018-20 թվականի իրականացված որոշումների հետևանքով տապալվել է ողջ բանակցային գործընթացը, բոլորս ականատեսնենք 2019 թվականի նաև հրապարակված, վերջին հունիսին հրապարակված բանակցային գործընթացներին, որում չի խոսվում Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի արտագաղթի թույլտվության կամ որևէ այլ նմանօրինակ գործողության մասին, հետևաբար մենք սա լիովին կարող ենք դիտարկել որպես ողջ բանակցային գործընթացի, ողջ այդ փաստաթղթավորման փուլի, այսպես ասած, տապալում, ձախողում, արդյունքում ունենք այն իրավիճակը, որը այսօր առկա է Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հանրապետության հայաթափում եւ այդ տարածքների բռնագրավում, հետո նաև մի կարևոր հավելում էր, այդ փաստաթղթի մեջ խոսվում էր նաև ինչ-որ գրավյալ տարածքների հետ վերադարձ կամ անկլավների, հավելեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե իր պատմության, իր գոյության ընթացքում ոչ մի անկլավ չի ունեցել երբևիցե եւ Հայաստանի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունը երբևիցե ոչ մի տարածք չի գրավել, այլ ազատագրել է իր իսկ պատմական տարածքները, որը մենք պիտի շեշտադրում կատարենք, եթե խոսենք ինչ-որ անկլավի մասին, ապա դա պիտի դիտարկենք Ադրբեջանի Հանրապետության տեսանկյունից իր տիրապետության ներքո գտնվող հայկական անկլավների մասին, ու եթե խոսում ենք ինչ-որ անկլավի մասին, պիտի նաև իմի բերենք եւ մեջ բերենք միջազգայինորեն հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանագիծ։